Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է այսօրվա մեր վերջին հանդիպումը եւ տեսնում ենք, որ թիմերը արդեն խաղադաշտում են եւ մեկնարկելու է հանդիպումը եւ միմյանց հետ են մրցելու Լեռնային Արցախը եւ Կադիսը։ Հետաքրքիր հանդիպման են ականատես լինելու եւ հիմա արագ ներկայացնեմ թիմերի հայտարարություններին Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 22 Կամո Մանգասարյան, համար 10 Արսեն Սարգսյանն նա թիմի ավագն է, խաղը մեկնարկեց համար 13 Արսեն Հարությունյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 17 Ալեն Սարգսյան, համար 18 Հարություն Մանգասարյան, համար 23 Միքայել Առաքելյան եւ համար 11 Ռոնալդ Մելքումյան։ Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Մարտին Ստեփանյանը, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Աշոտ Համբարձումյան, համար 9 Սրապ Բաբաբլաոյան, համար 10 Սևադա Օհանյան, համար 14 Արմեն Խաչատրյան, Արմեն Բաբախանյան, համար 17 Գեգամ Խաչատրյան, համար 19 Դանիել Հակոբյան, համար 23 Ռուբիկ Ջուլհակյան, համար 77 Ասատուր Հակոբյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Հիմա տեսնում ենք, որ Լեռնային Արցախն է փորձում իր առաջին գրոհը իրականացնել այս խաղում, Ռոնալդ Մելքումյանն է գնդակով, բայց փոխանցումը չստացվեց եւ Կադիսն է նետվելու հակագրոհի, շատ լավն էր հիմա անցումը, այստեղ տեսնում ենք Ռուդիկ Ջուլհակյանի եւ հարված տեսանք այստեղ հիմա էլ Սևադա Օհանյանի կողմից, բայց փակեցին նրա հարվածը, վերցեցին գնդակ այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Ռոնալդ Մելքումյանն է գնդակով, վերջինս որակազրկված էր անցած երկու խաղում, մի քանի խաղ բաց թողեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստը, հիմա վերադարձել է նա խաղադաշտ, այս խաղին մեկնարկային կազմում է։ Հիմա այստեղ թեժ պայքար էր ընթանում դաշտի կենտրոնում, բայց ի վերջո մնում է գնդակը Լեռնային Արցախի մոտ եւ խաղի կանոնների խախտում նշանակվեց այստեղ եւ տուգանային հարվածը Լեռնային Արցախինն է լինելու։ Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ, նա իր թիմի ավագն է եւ խաղարկում է այս տուգանային հարվածը, փոխանցում մյուս եզր, հիմա տեսնենք ինչ կանեն, հարված եւ այստեղ փրկում է իր թիմին Մարտին Ստեփանյանը եւ արագ ուղարկեց գնդակը դեպի մյուս եզր, մյուս տուգանային հրապարակ մյուս թիմի եւ Էրիկ Խաչատրյանը իր տեղում էր։ Հիմա երկար փոխանցում դեպի Ալեն Սարգսյանը, Արսեն Սարգսյանի հետ է խաղարկում, երկու Սարգսյաններն են այստեղ աջ եզրում գործում։ Լավ փոխանցում, հիմա տեսանք այստեղ Ալեն Սարգսյանի փոխանցումը չստացվեց։ Ներկայացնեմ մրցաշարային աղյուսակը, սիրելի ֆուտբոլասերներ, այսպես Լեռնային Արցախը 37 միավոր վաստակել 14 խաղից եւ գտնվում է երկրորդ հորիզոնականում եւ առաջատար Յուվենտուսին այս պահին 5 միավոր է զիջում, իսկ Կադիսը 19 միավորով 10-րդ հորիզոնականում է գտնվում, 13 խաղ է անցկացրել եւ կարող է այսօր հաղթանակի դեպքում շրջանցել Մայնցին, Մայնցը այսօր իր հանդիպումը անցկացրեց եւ պարտվեց Վերդերին, բայց Լեռնային Արցախի հետ
Միշտ էլ դժվար են թիմերը իրենց խաղերը անցկացրել, որովհետև տեսանք 3 Լեռնային Արցախի հանդիպումը Բետիսի հետ պայքարում նրանք 1 հոգի պակաս էին գործում խաղի կեսից եւ ի վերջո կամային հաղթանակ կորզեցին Լեռնային Արցախի տղաները այստեղ հարված Ռոբերտ Ֆիդանյանի կողմից, բայց իր վրա վերցրեց հարվածը Լեռնային Արցախի ֆուտբոլիստը։ Հիմա հիանալի փոխանցում եւ տեսնենք այստեղ վտանգավոր էր շատ դեղին քարտ է ստանում այստեղ տեսնում ենք Կադիսի ֆուտբոլիստը եւ Եվ տեսնում ենք, որ 11 մետրանոց է կարծես թե հաստակ է Լեռնային Արցախի ֆուտբոլիստները շատ արագ կարող են հանդիպման հաշիվը բացել եւ լավ շանս են ստացել հիմա Լեռնային Արցախի տղաները Հիմա տեսնում ենք Ռոնալդ Մելքումյանն է գնդակը վերցրել եւ երկար դադարից հետո կարող է նա գոլի հեղինակ դառնալ սուլի չկա Ռոնալդ Մելքումյան արված եւ գոլ հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ 1-0 սիրելի ֆուտբոլասերներ Ռոնալդ Մելքումյանն է գոլի հեղինակ դառնում եւ առաջ են անցնում Լեռնային Արցախի տղաները Կադիսից Ռոնալդ Մելքումյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ արագ գոլ տեսանք այս խաղում Ռոնալդ Մելքումյանը գոլի հեղինակ դարձավ հիմա տեսնենք այս գոլից հետո Կադիսը ինչ կառաջարկի Լեռնային Արցախին Բայց շատ հանգիստ են տեսնում ենք, որ վերահսկում գնդակը Լեռնային Արցախի տղաները այս պահին Հիմա երկար փոխանցում Ռոնալդ Մելքումյանի կողմից, բայց ուժեղ ստացվեց նրա փոխանցումը Բայց թիմակիցները այստեղ նրան ասում են ամեն ինչ կարգին է, որովհետև նրանք առջևում են այս պահի դրությամբ եւ նորից խլեցին տեսնում են գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ ի վերջո վաստակեցին նրանք իրենց տուգանային հարվածը Նորից Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ Այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, իր ուսերին է վերցրել Լեռնային Արցախի թիմի ավագը, նա հիմնական իրացնողներից է իրենց թիմի ստանդարտները, հիմա տեսնենք նա ինչ կառաջարկի մեզ, Արսեն Սարգսյան հարված կատարեց եւ փրկեց ի վերջո դարպասապահ իր թիմին եւ անկյունային կտեսնենք առաջին անկյունային է լինելու այս խաղում լավ հարված տեսանք Արսեն Սարգսյանի կողմից երկար են պատրաստվում տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այս ստանդարտին Ալեն Սարգսյանն է փոխանցում կատարում, հեռացված է գնդակը, բայց նորից մնում է Լեռնային Արցախի մոտ, Ռոնալդ Մելքումյանն է գնդակով, գեղեցիկ փոխանցում, հիմա փոխանցում մյուս եզերը նորից Ալեն Սարգսյանին, բայց ի վերջո գնդակը Ալեն Սարգսյանը իր մոտ, բայց Կադիսն է հիմա անցնելու հակագրոհ եւ շարունակում է գրոհ եւ փրկվեց այստեղ Լեռնային Արցախը Տեսնում ենք, որ մրցավարը թողեց շարունակել գրոհը Կադիսի եւ այնտեղ հարված կատարեց Ասատուր Հակոբյանը հերվից, բայց մի փոքր շեղությամբ անցավ նրա հարվածը։
Եվ տեսանք առաջին լուրջ պահը կարելի ասել Կադիսի կողմից այս խաղում։ Հիմա նորից տեսնում ենք մյուս եզրում է արդեն վաստակել անկյունային հարված Լեռնային Արցախը։ Տասը րոպե խաղից անցել է արդեն 1-0 հաշվով հաղթում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը եւ կարող ենք տեսնել հակագրով, բայց ոչ, այստեղ փոխանցումը Ռոբերտ Ֆիդանյանի ուժեղ ստացվեց եւ նորից գնդակը լինելու է Լեռնային Արցախինը։ Նորից իրենց գրոհն են փորձում սկսել Լեռնային Արցախի տղաները, երկար փոխանցում դեպի աջ, այս փոխանցումը ուղղված էր դեպի Ալեն Սարգսյանը, բայց ուժեղ ստացվեց Հարություն Մանգասարյանի կողմից։ Կադիսն է խլում գնդակը։ Խաղարկում են այստեղ շատ լավ գործեց հիմա Տիգրան Համբարձումյանը, թողեց այս փոխանցումը, որ անցնի դեպի Տուգանային հրապարակ։ Այստեղ էլ Էրիկ Խաչատրյանը վերցում գնդակը եւ արագ սկսում են իրենց գրոհ Լեռնային Արցախի տղաները։ Լավն էր, բայց այստեղ էլ Արսեն Սարգսյանի փոխանցումը հասցեատեր չունեցավ եւ Կադիսն է շարունակելու գնդակով են լինելու Կադիսի ֆուտբոլիստները։ Այստեղ է Ռոնալդ Մելքումյանը լավ պաշտպանվեց, տեսնում ենք իրենց կիսադաշտում, բայց պայծին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները բարձր է հարվածում, այստեղ տեսնում ենք Հայկ Ղևոնդյանը, լավն էր։ Խաղադաշտը լքեց, տեսնում ենք Ասատուր Հակոբյանը։ Տեղել գեղեցիկ փոխանցումներով անցան կիսադաշտը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց Ռոնալդ Մելքումյանի մոտ չստացվեց անցում իրականացնել, այստեղ էլ հիմա գերազանց կերպով հետ է վերադառնում Լեռնային Արցախի ֆուտբոլիստը եւ վերադարձնում գնդակը իր թիմին, շատ լավ տեսանք գործեց այստեղ ֆուտբոլիստը Լեռնային Արցախի։ Գործեցին գնդակը Արցախի տղաները, այստեղ էլ լավ չհամագործակցեցին Կադիսի ֆուտբոլիստները, նորից Մելքումյանն է կենտրոնում, փոխանցում աջ դեպի Ալեն Սարգսյանը, մյուս եզրը փոխանցում Սարգսյանը եւ հարված չկարողացավ այստեղ կատարել Տիգրան Համբարձումյանը։ Առաջի խաղակեսի միջնամասն է հիմա մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, մեկ գնդակի առավելությունը պահպանում են դեռ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Ռոնալդ Մելքումյանի իրացած 11 մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց Մելքումյանը եւ իր թիմին առաջ մղեց։ Հիմա այստեղ վտանգավոր գործեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց Հայկ Ղևոնդյանի փոխանցումը այստեղ չստացվեց, կարող էին նրանք լավ գրոհ իրականացնել, բայց չստացվեց Կադիսի պաշտպանի փոխանցումը։ Այստեղ էլ հիմա տեսնում ենք լավ է գործում Գեղամ Խաչատրյանը։ Տեսնում ենք, որ Ռոնալդ Մելքումյանը կենտրոնում է տեղակայվել այս խաղում եւ փոխանցում հիմա նորից Մելքումյան հարված եւ
Մի փոքր պաշտպանը խանգարեց նրան եւ բարձր հարվածեց այստեղ Ռոնալդ Մելքումյանը։ Ինչպես անգլիացիները կասեն, playmaker-ի դիրքում է գտնվում այս պայն Ռոնալդ Մելքումյանը եւ Արսեն Սարգսյանի հետ թիմի գրողներն են կառուցում։ Նորից Ռոնալդ Մելքումյանը գնդակով շատ ակտիվ է գործում, նրա փոխանցումը ի վերջո եզրափակում չունեցավ։ Եվ հիմա էլ Կադիսի տղաներն են փորձում գրող կառուցել։ Բայց կորսեցին գնդակը։ Նորից ուղարկում են Ռոնալդ Մելքումյանին գնդակը, որ նա սկսի իր թիմի գրող Սարգսյանի հետ է խաղարկում։ Տեսնում ենք, որ լավ են համագործակցում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները այս խաղակեսում միմյանց հետ։ Մի փոքր ավել է ստացվում այսօր Լեռնային Արցախի ֆուտբոլիստների այդ համագործակցությունը, քան Կադիսի ֆուտբոլիստների մոտ, որովհետև նրանց մոտ մի փոքր շտապողականություն է նկատվում։ Նշեցի, որ 3 դժվարին պայքարում կարողացան հաղթանակի հասնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Բետիսի հետ պայքարում, հիմա նորից եզրային նետում էր, Խաչատրյանն է տեղում է, այնտեղ գոլի հեղինակ դարձան թիմի ավակ Արսեն Սարգսյանը, մեկ անգամ Արամ Կոստանդյանը եւ Կարեն Շագելձյանը գոլի հեղինակ դարձավ, վերջինս այսօր հայտարարություն չկա իր թիմի։ Իսկ Արսեն Հարությունյանն է թողեց իր թիմին 3 լարված իրավիճակում, նա կարմիր քարտ ստացավ, վերջին հույսի խախտման գնաց եւ Բետիսը լավ արդյունքի էր հասնում, բայց վերջում հաղթանակի վերջո Արսեն Սարգսյանի շնորհիվ կորզեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Հիմա տեսնում ենք վտանգավոր դիրքում տուգանային հարված են վաստակել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Տեսնենք ով կհարվածի։ Նորից Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ եւ Սուլիչը կա։ Հարված կատարեց եւ փրկեց այստեղ տեսնում ենք Մարտին Ստեփանյանը ուղիղ դարպասապայի վրա հարվածեց Արսեն Սարգսյանը։ Նորից խլեցին գնդակը այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, նորից Արսեն Սարգսյան հարվածը փակեցին եւ հիմա էլ Կադիսն է նետվում գրոյի Գեգամ Խաչատրյան հարված Էրիկ Խաչատրյանը այստեղ դիպավ գնդակին եւ անկյունային է լինելու Լեռնային Արցախի դարպասին։ Փոխանցում, բայց այս փոխանցումը ուժեղ էր, բայց կարծես թե պահեց գնդակը Սևադա Օհանյանը եւ պահեց Լեռնային Արցախի ֆուտբոլիստների համար, նրանք վերցրեցին գնդակը, պրեսինգ են ենթարկել այստեղ Կադիսի ֆուտբոլիստները, բայց շարունակում է պայքարը, հիմա Արսեն Սարգսյանն է կենտրոնում հայտնվել, թողնում եք թիմակցին հարված կատարեց այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստը եւ բարձր է հարվածում, բայց լավն էր նրա հարվածը։ Հարված կատողը Արսեն Հարությունյանն էր, նորից Լեռնային Արցախի գրո չստացվեց։
Եվ այստեղ էլ շատ լավ է գործում Էրիկ Խաչատրյանը եւ երկար փոխանցում դեպի թիմակիցը, բայց ուղարկեց մյուս թիմի դարպասապային Մարտին Ստեփանյանին։ Բայց տեսնում ենք, որ արագ կորցնում են Կադիսի ֆուտբոլիստները գնդակը, չեն կարողանում մի քանի րոպե անգամ իրենց մոտ պահել գնդակը։ Շատ են այսօր խոտանը նրանց ֆուտբոլիստների մոտ։ Հիմա երկայնքի փոխանցում տեսանք Արսեն Սարգսյանի կողմից, բայց այնտեղ չկարողացավ գնդակը պահել Կամո Մանգասարյանը։ Հիմա էլ խլում եւ Ռոնալդ Մելքումյան 2-0 դուբլ է գնացում Ռոնալդ Մելքումյանը այնտեղ դարպասապայի սխալից օգտվեց եւ կրկնապատկում է իր առավելությունը Լեռնային Արցախը։ Ռոնալդ Մելքումյան 2-0 դուբլի հեղինակ է դառնում Ռոնալդ Մելքումյանը, այնտեղ սխալվեց Մարտին Ստեփանյանը եւ այս շանսից օգտվեց ի վերջո Ռոնալդ Մելքումյանը եւ կրկնապատկեց իր թիմի առավելությունը եւ մինչեւ ընդմիջում գնալը հարմար առավելություն է ստացել Լեռնային Արցախը։ Տուգանային հարված են վաստակել, այստեղ տեսնում ենք Կադիսի ֆուտբոլիստները։ Սուլի չկա, տեսնենք ինչ կանեն եւ հարված, բայց բարձր անցավ այստեղ հարվածը Կադիսի ֆուտբոլիստի վտանգավոր չէր Էրիկ Խաչատրյանի համար։ Երկար փոխանցում Էրիկ Խաչատրյանի կողմից ուղղված էր դեպի Ռոնալդ Մելքումյանը, պահում է գնդակը Մելքումյանը, հարված եւ գոլ, հետրիկի հեղինակ է դառնում Լեռնային Արցախի հարձակվողը եւ 3-0 մեծացնում է իր առավելությունը Լեռնային Արցախը։ Ռոնալդ Մելքումյան 3-0 հետրիկի հեղինակ է դառնում Լեռնային Արցախի հարձակվողը։ Նա գոլային ծառավ էր, կարծես թե նրա մոտ այդքան խաղ բաց թողնելուց հետո նա այս խաղում այս պայդրությամբ հետրիկի հեղինակ է դառնում Արսեն Սարգսյանն հիմա էլ հարվածում կրակոցը Արսեն Սարգսյանի եւ 4-0 խոշոր են դարձնում այստեղ Լեռնային Արցախի ֆուտբոլիստները իրենց առավելությունը եւ առաջին խաղակեսից հարմար առավելություն են ստանում։ Արսեն Սարգսյան 4-0 երրորդ գոլից հետո շատ արագ խոշոր դարձրին իրենց առավելությունը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Կադիսի ֆուտբոլիստների մոտ ինչ-որ բան այն չէ այսօր, բայց հիմա տեսնում ենք լավ հակագրող, բայց Սևադա Օհանյանի հարված այստեղ շեղ ընթացավ։ Շատ լավ մարզավիճակում են գտնվում թե Արսեն Սարգսյանը, թե Ռոնալդ Մելքումյանը, ինչքան էլ որ խաղ է բաց թողել այդքան Ռոնալդ Մելքումյանը, բայց նա շատ լավ է գործում իր
թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է եւ վերջ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ 4-0 հաշվով հաղթում է այս պահի դրությամբ Լեռնային Արցախը Կադիսին հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձան եւ մեկնարկեց մեզ մոտ երկրորդ խաղակեսը եւ երկրորդ խաղակեսից հետո առաջին խաղակեսից հետո ներողություն արժևում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները եւ 4 անպատասխան գնդակ են հեղինակել Կադիսի դարպասը Հետրիկի հեղինակ դարձավ Ռոնալդ Մելքումյանը, մեկ անգամ էլ աչք ընկավ թիմի ավակ Արսեն Սարգսյանը, շատ լավ գործեցին առաջին խաղակեսում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, Կադիսի մոտ չէր ստացվում հարվածները, վտանգավոր գրողները, որովհետև նրանք լավ էին փակում նրանց եւ Նրանց մոտ շատ էր խոտանը առաջին խաղակեսում, հիմա նրանք անկյունային են վաստակել, տեսնենք նրանց ստանդարտը կոգնի վերջո, թե ոչ փոխանցում Տուգանային հրապարակ, հարված շատ վտանգավոր էր Ղևոնդյանի հարվածը, բայց նորից շեղընթացավ այստեղ Էրիկ Խաչատրյանի հերթական երկար փոխանցումը դեպի Մելքումյանը, հիմա այնքան արագ են ֆուտբոլիստները գործում, որ չեմ հասցնում ես անգամ վերհիշեմ նշեմ թիմերի հիմնական հայտարարությունները Եվ ի վերջո այստեղ եզրային նետում եւ հիմա վերհիշենք արագ թիմերի հիմնական հայտարարությունները Լեռնային Արցախի դարպասը պաշտպանում է համար 1 Էրիկ Խաչատրյանը, համար 22 Կամո Մանգասարյան, համար 10 թիմի ավակ Արսեն Սարգսյան, համար 13 Արսեն Հարությունյան, համար 15 Տիգրան Համբարձումյան, համար 17 Ալեն Սարգսյան, համար 18 Հարություն Մանգասարյան, համար 11 Ռոնալդ Մելքումյան վտանգավոր է եւ գոլ! Հայկ Ղևոնդյանն ի վերջո կրճատում է խաղի հաշիվը, նրա հարվածները տվեցին իրենց արդյունքները եւ ստանդարտն էլ տվեց Կադիսին եւ 4-1 է դառնում հաշիվը։ Հայկ Ղևոնդյան 4-1 ես Լեռնային Արցախի հայտարարությունն էի նշում, բայց այնտեղ ստանդարտից գոլի հեղինակ դարձան Կադիսի տղաները եւ գոլի հեղինակն էլ Հայկ Ղևոնդյանն է, նա մի քանի անգամ այսօր հարվածներ կատարեց, բայց չստացվեց, բայց ի վերջո այս հարվածը տվեց իր արդյունքը։ Հիմա էլ նշեմ Կադիսի հայտարարությունը, դարպասը պաշտպանում է Մարտին Ստեփանյանը, համար 1 Համար 3 Վարազդա Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Աշոտ Համբարձումյան, համար 9 Սրապ Բաբաբլաոյան, համար 10 Սևադա Օհանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 17 Գեգամ Խաչատրյան, համար 19 Դանիել Հակոբյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 77 Ասատուր Հակոբյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Հիմա տեսնում ենք Լեռնային Արցախն է փորձում իր առաջին գրոհը իրականացնել այս խաղակեսում, բայց հիմա նետվում են հակագրոհի Կադիսի ֆուտբոլիստները ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը փոխանցում այստեղ չստացվեց Ասատուր Հակոբյանի նրանք կարողացան երկրորդ խաղակեսում արագ կրճատել հանդիպման հաշիվը արդեն 3 գոլի տարբերությամբ են պարտվում հիմա Արցախն է գրոհում Ռոնալդ Մելքումյանն է գնդակով փոխանցում Արսեն Սարգսյանին հարված եւ մի փոքր շեղ ընթացավ թիմի ավակի հարվածը, բայց վտանգավոր էր նրանց գրոհը։ Եվ այստեղ էլ վտանգավոր նորից գործում Մարտին Ստեփանյանը կարող էին նորից պատժվել նրա սխալից Կադիսի ֆուտբոլիստները, բայց այստեղ բախտը ժպտաց Կադիսին, նորից Արցախի տղաները հիանալի փոխանցում տեսանք Ռոնալդ Մելքումյանից Կամո Մանգասարյան,
Եվ հարված կտեսնենք ի վերջո հարված փրկվեցին այստեղ Կադիսի ֆուտբոլիստները այստեղ եւ նորից Մարտին Ստեփանյանն է սխալվում ինչ է կատարվում Կադիսի դարպասապայի մոտ այսօր այնտեղ գեղեցիկ սեյվ կատարեց Կադիսի պաշտպանը դատարկ դարպասներ հարվածում Գամո Մանգասարյանը բայց վերջին պահին եկավ հասավ եւ փրկեց իր թիմին Կադիսի ֆուտբոլիստը Այստեղ էլ Գեգամ Խաչատրյանի հետ պայքարում կանոնները խախտեցին եւ վտանգավոր դիրքում հիմա տուգանային հարված են վաստակել Կադիսի ֆուտբոլիստները Ռուբիկ Ջուլակյանն է գնդակի մոտ թողնում է թիմակցին եւ Էրիկ Խաչատրյանն է այստեղ փրկում իր թիմին գեղեցիկ սեյվով անկյունային հարված են վաստակել Կադիսի ֆուտբոլիստները շատ ակտիվ են տեսնում ենք մեկտարկել թիմերը երկրորդ խաղակեսը Հիմա էլ սխալ տեսան Կադիսի ֆուտբոլիստից եւ Փրկեցի վերջո Մարտին Ստեփանյանը Ռոնալդ Մելքումյանի հարվածից հետո շատ վտանգավոր են գործում Կադիսի ֆուտբոլիստները պաշտպանությունում Այստեղ Գեգամ Խաչատրյանը լավ խաղարկեց թիմակցեց գեղեցիկ փոխանցում եւ նորից կրճատում են հանդիպման հաշիվը Կադիսի ֆուտբոլիստները գոլի հեղինակ է դառնում Սևադա Օհանյանը եւ 4-2 է դառնում հանդիպման հաշիվը սիրելի ֆուտբոլասերներ Սևադա Օհանյան 4-2 Տեսնում ենք, որ երկրորդ խաղակեսում ստացվում են կարծես թե Կադիսի տղաների մոտ եւ արդեն անցել է խաղից 7 րոպե եւ երկու գնդակ հետ են բերել նրանք հիմա նորից վտանգավոր է հարվածը փակեցին այստեղ Ասատուր Հակոբյանի Հիմա էլ կարող է հակագրոյել Լեռնային Արցախը այստեղ երկար փոխանցում Մանգասարյանին պահում է, բայց եզրային նետում եւ Լեռնային Արցախինն է գնդակը Գեղեցիկ փոխանցում էլ այստեղ տեսանք Արսեն Սարգսյանի կողմից, բայց Ռոնալդ Մելքումյանը այս գնդակին չհասավ Եվ այստեղ էլ հիմա բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստների հետ պայքարում այնտեղ Ռոբերտ Ֆիդանյանն էին եւ Կամո Մանգասարյանը միմյանց հետ պայքարեցին եւ Մանգասարյանի մոտ ամեն ինչ կարգին է, բայց Ֆիդանյանը դեռ խոտածածկին է Բայց Ֆիդանյանի մոտ ամեն ինչ կարգին է հիմա Կադիսը կիրացնի իր տուգանային հարվածը երկար փոխանցում բայց Մանգասարյանն է այստեղ կանգնում այս փոխանցման ճանապարհին հիմա հակագրով Մելքումյանը փոխանցում է կատարում Սարգսյանին եւ տեսնենք հիմա վերջո հարված կկատարի Սարգսյանը հարված փրկեց իր թիմին Մարտին Ստեփանյանը Ուղիղ վրան հարվածեց այստեղ Սարգսյանը նորից եւ փրկեց Ստեփանյանը իր թիմին հիմա էլ հակագրում են
Կադիսի ֆուտբոլիստները, բայց ուշացրեցին եւ Մանգասարյանը այստեղ շատ լավ պաշտպանվում։ Հիմա էլ հեռացված է գնդակը եւ Ասատուր Հակոբյանի ձեռքին է դիպել այստեղ փոփոխություն էլ հիմա տեղի կունենա Կադիսի կազմում։ Սկսեց իր թիմի գրող Արսեն Սարգսյանը, նորից ուղղված է այս փոխանցումը Արսեն Սարգսյանին, տեսնենք կպայի գնդակը, պահում է գնդակը Մանգասարյան, բայց լավ խաղաց այստեղ Ռոնալդ Մելքումյան, Տիգրան Համբարձումյանի հետ, Ալեն Սարգսյանի հետ է խաղարկում Մելքումյանը, նորից Ալեն Սարգսյանի աչ եզրով շարժվում, պահեցին ի վերջո գնդակը իրենց մոտ տեսնենք հարված և բարձր է հարվածում այստեղ հիմա Հարություն Մանգասարյանը, բայց գնդակը արեց ուղղակի այստեղ հերվից հարվածով Հարություն Մանգասարյանը, բայց բարձր ընթացավ այդ հարվածը, նորից տեսնում ենք սխալ Կադիսի ֆուտբոլիստների կողմից և դարպասից է լինելու հարված, այստեղ Ռոնալդ Մելքումյանից վերջին պահին դիպավ գնդակը և հեռացավ դաշտի դիմային գծից։ Հիմա շատ վտանգավոր կարող է լինել գեղեցիկ հարվածով այստեղ կարող է գոլի հեղինակ դառնալ Գամո Մանգասարյանը, բայց չստացվեց նրա մոտ։ Եվ շատ վտանգավոր էր, հիմա կարող էր նորից կրճատել Կադիսը, հանդիպան հաշիվը, այստեղ պահեցին Կադիսի տղաները գնդակը, Ասատուր Հակոբյանը լավ չխաղաց այստեղ, շատ վտանգավոր էր, բայց Հերիկ Խաչատրյանը այնտեղ մի փոքր դուրս էր եկել իր տեղից, նորից Մանգասարյանը գնդակով, թողնում են Մելքումյանին գնդակը և հարված կարող էր կատարել վերջինս, բայց չկատարեց, հիմա նորից Մելքումյան և այստեղ տուգանային հարված է վաստակում Ռոնալդ Մելքումյանը վտանգավոր դիրքում, գնդակը վերցրել է այս խաղի գոլահարը, նա է հարված կատարելու, Մելքումյանն է հարվածելու, տեսնենք այս հարվածը ինչ կտա իր թիմին, հիմա սուլի չկա, տեսնենք հարվածը, Ռոնալդ Մելքումյան կրակում է և գոլի հեղինակ դարձավ, բայց այնտեղ դիպավ թիմակցին, կարծես թե Հարություն Մանգասարյանն է գոլի հեղինակ դառնում և 5-2 է հաշիվը դարձնում Լեռնային Արցախը, Հարություն Մանգասարյան 5-2, Ռոնալդ Մելքումյանի հուշկու հարվածը տվեց ի վերջո իր արդյունքը, վերջին պահին թիմակցին դիպավ գնդակը և շեղեց ուղղությունը և գնդակն էլ դարպասում տեսանք և նորից մեծացրեց իր առավելությունը Լեռնային Արցախը, երկրորդ խաղակեսի միջնամասը արդեն տեսնում ենք, որ հատել ենք, այստեղ էլ տեսնում ենք վտանգավոր
գործեց Մելքումյանը իրենց կիսադաշտում, բայց լավ է, որ մնաց իր թիմի մոտ գնդակը։ Հիմա նորից գնդակով են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, տեսնենք Ռոնալդ Մելքումյան փոխանցում գեղեցիկ կնարկ եւ փրկում է Մարտին Ստեփանյանը իր թիմին նորից չկարողացավ պոկերի հեղինակ դառնալ այստեղ Ռոնալդ Մելքումյանը, բայց գեղեցիկ հնարքով այնտեղ թիմակիցը նրան թողեց գնդակը եւ ի վերջո այստեղ անկյունային հարված վաստակեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ հեռացրեցին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները։ Եվ այստեղ լավ գործեց Լեռնային Արցախի պաշտպանը, նորից գնդակը Լեռնային Արցախինն է, խաղարկում են այստեղ Արսեն Սարգսյանին է ուղարկում, գեղեցիկ փոխանցում Սարգսյանից, հիմա տեսանք Հարություն Մանգասարյան եւ դարպասածողն է փրկում իր թիմին, բայց պաշտպանից է դուրս եկել կարծես թե գնդակը եւ անկյունային ենք նորից տեսնելու Կադիսի դարպասին։ Նշեցի Լեռնային Արցախի վերջին հանդիպումը, նշեմ, որ Կադիսն էլ անցկացրեց Մանչեսթեր Սիթիի հետ իր հանդիպումը, այդ հանդիպումն էլ հետաքրքիր պայքար ունեցավ եւ բայց Կադիսը չկարողացավ ի վերջո հաղթանակի հասնել, Մանչեսթեր Սիթին հաղթեց 3-2 հաշվով, այնտեղ գոլի հեղինակ դարձավ Կադիսի, այս անկյունայինից հետո կներկայացնեմ, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը, բայց Սարգսյանը պայեց գնդակը ի վերջո։ Սևադա Օհանյանը դարձավ գոլի հեղինակ, դուբլ գրանցեց Կադիսի հարձակվողը այդ խաղում, բայց նրա դուբլը չօգնեց իր թիմին։ Հիմա նորից տեսանք Ռոնալդ Մելքումյանի հարվածը եւ անկյունային հարված, կտեսնենք շատ լավն է նրա հեռար հարվածները։ Լեռնային Արցախը հիանալի ձեռքբերում է կատարել, տեսնում ենք, որ Ռոնալդ Մելքումյանի դերը շատ մեծ է իր թիմում։ Հիմա կորսեցին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, Սարգսյան հարված եւ Մարտին Ստեփանյանն է փրկում նորից, ինչու չփոխանցեցիր, այնտեղ ազատվել էր Ռոնալդ Մելքումյանը, բայց ի վերջո Սարգսյանը փորձեց ինքը եզրափակել այս գրոհը, բայց Մարտին Ստեփանյանն էլ գեղեցիկ սեյվով փրկեց իր թիմին, էլ ավելի խոշոր կարող էին դարձնել Արսեն Սարգսյանը, բայց չստացվեց։ Հիմա էլ կարող էր հակագրոհել Կադիսի ֆուտբոլիստները, տեսնում ենք, որ երկրորդ խաղակեսում մեկնարկում շատ ակտիվ գործեցին, երկու գնդակ հետ բերեցին, բայց նորից պասիվ են գործում այս րոպեներին Կադիսի ֆուտբոլիստները, նորից չի ստացվում նրանց մոտ ինչ-որ բան։ Նորից Մելքումյան կարող է հեռար հարված կատարել և մի փոքր շեղ ընթացավ, կարող էր գոլի հեղինակ դառնալ։
Հիմա նորից գրոհ չստացվեց այստեղ Կադիսի բայց խլեցին գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, հիմա Ֆիդանյանն է գնդակով փոխանցում մյուս եզր եւ Էրիկ Խաչատյանը վերցնում է գնդակը, Օհանյանը այնտեղ առաջ թողեց գնդակը, այստեղ էլ Սարգսյանն է պահում գնդակը, Մելքումյանն էլ շեղում է ուղղությունը Լավն էր այստեղ մտածել Ռոնալդ Մելքումյան, այնտեղ Կամո Մանգասարյանին էր գտել Կադիսի պաշտպանությունում, բայց չստացվեց նրա փոխանցումը եւ այստեղ էլ հիմա էլ տեսնում ենք, որ պաշտպանությունում է լավ գործում Ռոնալդ Մելքումյանը, այստեղան ամենուրեք է այս խաղում Տեսնում ենք, որ թե հարցակվողի դիրքում, թե պաշտպանությունում շատ լավ է գործում, իրեն շատ լավ է զգում, դաշտում Հիմա հարված և Ֆիդանյանի հարվածից հետո դարպասաձողն է փրկում Լեռնային Արցախին վտանգավոր էր Զարմանալի էր այս հարվածը չէին սպասում ոչ մեկ այս հարվածին, բայց հիմա շարունակվում է պայքարը Հարսեն Սարգսյանն է գնդակով, տեսնենք հարված կկարողանան կատարել և խաղարկումներ Կամո Մանգասարյան, Մելքումյան հարված և այստեղ նորից Մարտին Ստեփանյանն է փրկում իր թիմին Բայց խաղի մրցավարը տեսնում ենք, որ գալիս է դիտելու դրվագը, այնտեղ տեսնենք հատել էր արդյոք գնդակը դաշտի դիմային գիծը Ի վերջո խաղի մրցավարը իր որոշումը կայացրեց այնտեղ չեր հատել գիծը գնդակը և անկյունային հարված են վաստակել այստեղ տեսնում ենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստները խանգարեցին և վրաշալի հարված տեսանք Մանգասարյանի կողմից, բայց շեղ ընթացավ նրա հարվածը խանգարեցին միմյանց այստեղ Մանգասարյանն ու Հարությունյանը Նորից խլեցին գնդակը Արցախի ֆուտբոլիստները շատ արագ են անցնում Սարգսյան և այնտեղ ինչ է տեղի ունեցել, կարծես թե վնասվածք է ստացել Տիգրան Համբարձումյանը Մի քանի րոպե է մեզ մնում հանդիպման ավարտին, սիրելի ֆուտբոլասերներ 3 գոլի առավելություն ունի այս պայն Լեռնային Արցախը, կարծես թե խաղի ելքը վճռված է, որովհետև այս խաղով դժվար կարողանան ոչ ոքի կորզել Կադիսի ֆուտբոլիստները, նրանք երկրորդ խաղակեսի սկզբում կարողացան մի փոքր հույս պահպանել այս խաղում, բայց կարողացան ավելացնել իրենց առավելությունը Արցախի ֆուտբոլիստները հիմա էլ հարված էր կատարում Սարգսյանը և վտանգավոր էր, բայց շեղ ընթացավ նրա գլխի կատարված հարվածը Հիմա շարունակվում է պայքարը, ի վերջո այստեղ անկյունային է կարողանում վաստակել Ասատուր
Հակոբյանը վերջին գրոներից մեկն ենք տեսնելու Գադիսի կատարմամբ եւ հեռացրեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները եւ նորից տեսնում ենք պայքարում է եւ հասնում գնդակին Ռոնալդ Մելքումյանը, որտեղից եկավ այստեղան եւ վերցրեց գնդակը, հիմա նորից կենտրոնում է նա եւ գեղեցիկ փոխանցում կատարեց դեպի Ալեն Սարգսյանը, հասնում է գնդակին, նկատել էր Ալեն Սարգսյանին Մելքումյանը, նորից Մելքումյանի մոտ է գնդակը, հարված կատարեց եւ Մարտին Ստեփանյանն է փրկում իր թիմին եւ վերջ խաղն ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ, Լեռնային Արցախը 5-2 հաշվով հաղթում է Կադիսին եւ հերթական 3 միավորն է վաստակում այս խաղում եւ ամրապնդվում երկրորդ հորիզոնականում այս խաղը ավարտված է այսօրվա համար պատրաստել ենք այսքանը բարի գիշեր եւ ամենայն բարիք